19 թվականին, երբ առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հաղթող երկրները ծնկաչոք եւ նսեմացրած, ստորացրած մասնատման եզրին գտնվող Թուրքիային իհարկե բերեցին պատասխանատվության դաշտ։ Հաղթող երկրները հասկանում էին, որ բացի թուրքերի եւ այլ երկրների գործած բարբարոսություններից բացի այդ բարբարոսությունների մեղքի, այսպես ասած, սուբյեկտ են դարձել նաև առանձին ժողովուրդներ, այդ թվում հայ ժողովուրդը։ Նրա արևմտյան եւ արևելյան հատվածներում թուրքերը մոտավորապես 1,800,000 մարդու աքսորեցին, սպանեցին, գողացան, խեղդեցին, սովամահության մատնեցին, պարզապես սրախոխող արեցին, էլ չեմ ասում մեր մնացած մշակութային արժեքների գրպանման մասին, չեմ ասում հարյուրամյակներով շարունակ հայկական եկեղեցիներում հավաքված տասնյակ հազարավոր ձեռագրերի, թանկարժեք ձեռագրերի մասին։ Թուրքական կողմը փախնելու տեղ չուներ։ Երբ Հարզի կոնֆերանսում ստեղծվեց նրան կից հանձնաժողով, եւ հանձնաժողովը բավականին ներկայանալի էր։ Այնտեղ էին ամերիկյան գնդապետներ, բրիտանական գնդապետներ, քաղաքացիական ադմինիստրացիայից ֆրանսիական նաեւ, եւ ուսումնասիրեցին հարցը եւ հասկացան, որ իրենք բախվել են մի ծանրագույն խնդրի։ Իրանք բախվել են մեկ ամբողջ ժողովրդի ոչ միայն բնաջնջման հետ, փաստի հետ, նրանք բախվել են փաստորեն այս ժողովրդի ունեզրկման եւ պետական մակարդակով թալանի գողության դեպքի հետ։ Ուսումնասիրությունները շարունակվեցին մոտավորապես 2-3 ամիս, ահռելի ծավալով այս ժամանակ նրանք համագործակցեցին եւ թուրքական պետության հետ, որը շատ կարեւոր է, դեռևս գոյություն ունեցող, դեռևս Քեմալ անունով այդ թուրքը դեռևս չկար։ Եվ նրանք համագործակցեցին եւ թուրքական իշխանությունների հետ, համագործակցեցին հայկական գաղթուչախների, հայկական երևելիների հետ, առանձին երևելիներ կային, որոնք մասնակցում էին այդ կոնֆերանսին, կոնֆերանսի աշխատանքը եւ հսկայական նյութ տվեցին այդ հանձնաժողովին։ Հանձնաժողովը մոտավորապես այդ աշխատանքից 3 ամսյա հետո եկավ եզրակացության եւ որոշակի թվեր արդեն հրապարակեցին նախնական։ Այդ թվերով պարզվեց, որ Արևմտյան Հայաստանում հայկական քաղաքացիների, հայ էթնոսին պատկանող քաղաքացիների վնասները կազմել է մոտավորապես 14.5 միլիարդ ֆրանկ ֆրանսիական, իսկ Արևելյան Հայաստանում, այսինքն Ռուսա-Հայաստան ժամանակի, այնտեղ վնասները կազմել են հայ քաղաքացիների մոտավորապես 4.5 միլիարդ նորից ֆրանսիական ֆրանկ։ Այսինքն գույքագրվել է այդ ամենը։ Այո, գույքագրվել է եւ այդ գույքագրումը հետաքրքիր մի պլաստարմ է հարց առաջ տանելու համար, որովհետեւ թուրքական պետությունը եւ հայկական ջարդերին, հայերի ցեղասպանությունը ոչ միայն ծրագրավորած, այլև իրականացնող այդ պետական միավորումները, ընդհանրենք աշխարհազորները, տարատեսակ որոշակի քրդական կամ թուրքական, չերքեզական, այս ամբողջի աշխատանքը նրանք ճիշտ է կոտորեցին, ցեղասպանեցին, հայկական էթնոսը վերացեցին պատմական հայրենիքից, պատմական, պետք է սա մենք շեշտենք, պատմական եւ իրական, նա իրական Հայաստան էր։ Եվ այս անձնավորությունները փաստացի կատարել մի գործ պետական։ Նրանք հայկական էթնոսին պատկանող քաղաքացիների դեպորտացիան եւ ցեղասպանությունը իրականացնելու ընթացքի մեջ հայկական գույքերը պետականացրել էին։ Այո, հայկական գույքերը պետականացրել են եւ հայկական ոչ միայն բնակարանները, շենքերը, դրա մեջ մտնում են հողահանդակներն են մտնում, դրա մեջ մտնում են անտառներ են, գետեր են, լճեր են, ընտանի կենդանիներ, այո։ Ամեն ինչ հաշվարկել էին, դրա մեջ մտնում են նաեւ Թուրքիայի մայրաքաղաքում հիմնական շահութաբեր այդ շենքերի զգալի մասը, դրանց մեծ մասը պատկանում են հայերին։ Եվ այս ամենը բռնագրավեցին, այս ամենը ցուցակներով են բռնագրավել, այս ամենը պետականորեն կազմակերպված է բռնագրավումը կատարել, եւ եթե հիմա թուրքական կողմը, որը որ միշտ չի ընդունել ցեղասպանության այս
թեման եւ պատասխանատվությունը իր այս միշտ փորձել է թափել, տարատեսակ մեքենայնություններով, տարատեսակ բիրտ իրենց գործելավոճով, բայց կա հստակ մի բան. լավ, եթե դուք չեք ընդունում մարդկանց ցեղասպանության փաստը, դուք ինչ որ աքսորի պետական միջոցառման, ինչ որ այս տարատեսակ, ինչ որ հիմարագույն բացատրություններ եք իբր ուզում տակ, բայց դուք պետք է վկայեք, որ այո, այս գույքը չկա, տերերը չկան, բայց գույքը կա եւ դուք գույքը բռնագրավել եք, հափշտակել եք, գողացել եք, ունեզրկել եք։ Հիմա այս իմաստով մոտապես դա 20 միլիարդ ֆրանկ էր կազմում ֆրանսիական, համադրելի գներով, եթե մենք դա տեղափոխում ենք, վերացում ենք ներկա եվրոպական միասնական արժույթի եվրո, դա կազմում մոտապես 77 միլիարդ եվրո։ Հիմա 77 միլիարդ եվրոյով մենք ասում ենք, սա իհարկե նախնական է։ Հանձնաժողովը այդ 3 ամսվա ընթացքում, այդ կարճ ժամանակահատվածին չէ կարող ամբողջովին այդ նյութերը տալ։ Դրա հետ միասին թուրքերը բնականաբար փորձելու են իրենց մեղսագործությունների այդ հետքերը թաքցնել, որ նրանց մոտ կարծեմ ազգային որոշակի բնութագիր այլևս դարձել։ Այդ թաքցնելը, ուրանալը, խաբելը, տարատեսակ մեքենայնությունները դա նրանց գործելավոճն է հիմնական։ Հիմա նախնական դա 77 միլիարդ եվրո է, բայց առանցին հետազոտողներ այս թեմայով կատարել են աշխատանքներ եւ կարծես թե գումարը նույնիսկ 100 միլիարդից է ասնում։ Բայց մի կարևոր հանգամանք կա, երբ որ մենք ասում ենք 100 միլիարդ, դրա մեջ մենք մեր հարստություններ կան ազգային, մեր ազգային, մեր պատմական հիշողությունը, իհարկե դրանք փողով չեն գնահատվում։ Իհարկե այստեղ հաշվառված չէ մեր թանգարաններում ունեցած մեր ունեցվածքը, հայ էթնոսին պատկանող տարատեսակ եկեղեցիների կարասիները, էլ չեմ ասում ապահովական ընկերություններում, ֆինանսական ընկերություններում հայերի ունեցած մասնակցությունը, երբ որ համընդհանուր էթնիկ կերպով նրանք կատարում են գողություն, թալան, ավազակություն, ունեզրկում եւ սպանություն, նրանցից ոչ մեկը չի խորշել գողանալու պահտված ոսկին, գողանալու արժեթղթերը, գողանալու փայերը առանձին ձեռնարկությունների մեջ եւ այս իմաստով այդ 100 միլիարդի մասին երբ որ մենք զրուցում ենք, դա նույնիսկ փոքր թիվ է, բայց այստեղ կա մի յուրահատկություն։ Թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերվելու ընթացքում որպես կանոն փորձում է խուսափել հարցից եւ ընդհանրապես մեջտեղ չի բերում այդ ունեցվածքների իրային այդ պարտավորությունների հարցը, բայց մենք պետք է հարց բարձրացնենք։ Այո, նրանք ամենքին խուսափելու են։ Վերջերս ինձ հարցեցին, կարծեմ մի զրույցի ընթացքում, թե դուք ինչ հույս ունեք, որ Թուրքիան դա ընդհանրապես կվերադարձնի այդ գումարը։ Ես չեմ հանդիպել քաղաքական պատմության մեջ, քաղաքական պատմագիտության մեջ մի դեպքի, եւ որևէ հանցագործ կուսակցություն կամ հանցագործ պետություն, որպեսզի այդպեսին հիմա Թուրքիան է, այս հարցի հետ կապված եւ ոչ միայն այդ հարցի հետ կապված, որովհետեւ նմանունակ խնդիրները նրանք հույների հետ էլ ունեն, ասորիների հետ էլ ունեն։ Չեմ հանդիպել նման մի սուբյեկտի, ով գար դատարան եւ ասեր, ես սխալ եմ կատարել, ես պատրաստ եմ սա կատարել, փոխհատուցել։ Փոխհատուցման պահանջը դա կա, փոխհատուցման պահանջի շուրջը մենք պետք է խոսենք անընդհատ, որովհետև եթե մենք թուրքերի հետ եւ նրանց սատելիտների հետ, արբանյակների հետ մենք այս թեման չենք բարձրացնում, նրանք ավելի աշխուժ կերպով բարձրացնելու են Հայաստանի հետ կապված ինչ որ տուգանքների հարց, տարատեսակ հայցերին առաջ բերելու եւ հայկական իրականության մեջ հայտնվելու մի բան, որ երբ որ մեզ են բարկ, երբ որ այդ նախապայմանների հետ կապված աշխատանք չի տարվում, չէ, մի բան ստացվել է, որ իրականում մենք ենք նրանց բարկ, ոչ, մենք պետք է աշխատենք, մենք այդ գումարները պետք է Թուրքիային պարտադրենք, ընդ որում այդ գումարը Թուրքիայի համար կարելի ասել շատ մեծ գումարել չէ, որովհետեւ թուրքական բյուջեն մոտավորապես 800 միլիարդի կարգի է, չէ, դա ընդհանուր նրանց 1 տարվա բյուջեի 10%-ն է, այսինքն ցանկության դեպքում, եթե նրանց կողմից կար այդ Կովկասում հաշտության հասնելու, Կովկասում բարի դրացիական հարաբերությունների ձևավորելու որոշում խնդիրի լիներ, նրանք դա կանեն, նրանք պարզապես
11-րդ դարի սկզբից, երբ որ նրանք թափածեցին Ալթայից եւ Միջին Ասիայից, թափածեցին Անդրկովկաս, այդ ժամանակվանից նրանք ունեցել են մեկ որոշում՝ հայկական էթնոսին դուրս մղել մեր իրական հայրենիքից եւ մեր պատմական հայրենիքից, եւ նրանք դա մեթոդաբար իրագործել են, եթե նրանք իրագործել են, մենք ինչի մեր կռվաները չունենանք։